Տիկին Գայանե, դուք Վիեննա մեկնող օդանավի մեջ եք եղել, այն օդանավի, որտեղ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, փրկել է մի մարդու կյանք։ Դուք ականատեսներից եք եղել այդ միջադեպի։ Facebook-յան գրառումների մեջ մի հետաքրքիր դիտարկումներ էին արվում եւ ընդհանուր այսպիսի եզրակացություն կար, որ Ռաֆի Հովհաննիսյանը պարզապես հայտնվել է ճիշտ պահին, ճիշտ տեղում, որովհետեւ ինքնաթիռում էկոնոմ կլասով էր նա ուղևորվում։ Կխնդրեի ականատեսի աչքերով պատմել, թե ինչ իրականում կատարեց, որովհետև մենք շատ մանրամասներ չգիտենք, ինչպես ստացվեց այդ ամենը, ինչպես փրկեց մարդու կյանքը, ինչ եղավ դրանից հետո։ Կխնդրեի որոշակի մանրամասներ պատմել։ Մենք աղջիկաս հետ մեկնում էինք Վիեննա ընկերների մոտ հանգստանալու եւ այդպես ստացվեց, որ ինքնաթիռում պատահական նկատեցինք Ռաֆի Հովհաննիսյանին, ընդ որում ինքը պարզվեց, որ նստում էր հենց մեր կողքին, հենց մեր շարքում։ Եվ երբ որ ինքնաթիռը արդեն վերելք էր կատարում, այդ պահին ինչ որ դիմացից մի տղամարդ բարձրացավ եւ փորձեց դուրս գալ։ Այն պահին, երբ որ ամրագոտիները պետք է կապեին։ Ինքը արձակեց ամրագոտիները, դուրս եկավ միջանցք։ Դուրս եկավ միջանցք եւ այդ պահին ընկավ, հենց վայր ընկավ միջանցքում։ Այդ պահին ուրեմն ստյուարդեսաները խառնվեցին իրար, սկսեցին գոռալ is there a doctor։ Մինչդեռ նրանք այդպես ման էին գալիս բժիշկ կամ ինչ որ առաջին օգնություն, Ռաֆի Հովհաննիսյանը արդեն ծնկաչոք օգնություն էր ցուցաբերում։ Չեք ասի, դուք արդեն ճանաչում եք Ռաֆի Հովհաննիսյանին որպես քաղաքական գործիչ։ Իհարկե, ես Հայաստանի բնակիչ եմ, այս երկրի բնակիչ եմ, ես գիտեմ եւ նրան գիտեմ, իհարկե միայն հեռուստատեսությամբ եմ տեսել, այդպես անձամբ ես իրեն ծանոթ չեմ։ Եվ նա խոճապ ստեղծվեց, այո, որովհետեւ ստյուարդեսաները սփռտնեցին բուն իմաստով, իրենք չգիտեին ինչ անեին, իրենք գոռում էին ինչ որ մեկը կա իրենց օգնի, բայց ոչ մասնագետ կար որ օգներ, իսկ մինչդեռ նրան գոռում էին, Ռաֆին արդեն օգնություն էր ցուցաբերում։ Այդ դա էր ինձ համար հետաքրքիր, որ նա ծնկաչոք եւ ես չհասկացա թե ինչքան տևեց այդ ուշագնաց էր մարդը, առանց զարկերակի, առանց շնչի, պարկած եւ իհարկե տեղիք կար անհանգստանալու, պանիկա էր ստեղծվել, մարդիկ չգիտեն ինչ անեին, ինչով օգնեին, բայց Ռաֆին չկորցրեց իրեն եւ վերցրեց այդ ամենը իր ձեռքին։ Եվ դուք ուղղակի հետևում եք, թե ինչպես է Ռաֆին։ Այո, ես միայն կարող եի հետևել, որովհետեւ ես էլ էի սարսափի մեջ, թե ինչ կլինի այդ մարդու հետ, որովհետեւ ես չգիտեի նա ով է այդ մարդը ընդհանրապես, նա մեր ազգակիցն է, թե նա ավստրիացի է կամ գերմանացի է, չգիտեի, կապ չուներ այդ պահին մարդ էր նա։ Եվ երբ որ նա սկսեց անել արհեստական մերսումը, դա սրտի, արհեստական շնչառությունը, ես այդ պահին չհասկացա ինչքան տևեց, որովհետև նա կարող էր տևել եւ կես ժամ, կարող էր տևել եւ 15 րոպե, ժամանակի զգացողությունը կորցրել էի։ Բայց ի վերջո այդ մարդու եւ զարկերակը սկսեց աշխատել եւ սկսեց շնչել, ամբողջ ժողովուրդը որ նստած էր սրահում, քիչ մնար ոնց որ հոլիվուդյան ֆիլմերում վերկանար ամրագոտիները արձակեր եւ ծափահարություններով իրեն դիմավորեր։ Ես անձամբ չհամբերեցի եւ մոտեցած ձեռքը սեղմեցի, ասեցի ես չեմ ափսոսում, որ իմ ձայնը նախկինում տվել եմ ձեր օգտին։ Ասում են ականատեսները, որ Ռաֆի Հովհաննիսյանը առանձնապես չի սպասել, հա, շնորհակալություններ ստանալ, ինքը շատ հանգիստ պարկել եւ քնել այդ միջադեպից հետո։ Այո, հետո ինքը հանգստացավ, այսինքն գիտեք ինչ, մարդիկ ճիշտ է, մոտենում էին իրեն շնորհակալություն էին հայտնում եւ հիացմունքն էին հայտնում այդ մարդկային քայլով, որը ինքը ցուցաբերեց, բայց ինքը այսպես շատ համեստորեն շուռ եկավ այն կողմ, որ ուշադրությունը չգրավի մարդկանց եւ փորձեց այո ննջել։ Այս շատերը այդ միջադեպի մասին երբ որ սկսեցին պատմել, դա անցալում էին, որ Ռաֆի Հովհաննիսյանն իր PR-ի համար է այդպես արել։ Այսինքն ինքը այդ անգլիացուն գումար էր տվել, որպեսզի ինքը վատանար, ընկներ ու արհեստական մերսումով զբաղվեր այնտեղ PR հասկանում եմ այսպես, հա, այսինքն դա անհետեթություն է, իհարկե անհետեթություն է։ Մեղադրանքները որ
կարող է PR-ի համար անկեղծ էր ամեն ինչը եւ շատ բնական հասարակ ժողովուրդը ինչպես է քվեարկում ամբողջ իսրտե է չէ քվեարկում հասարակ ժողովուրդը չի կարդում ծրագրեր չի նայում հերոստա դեբատներ եւ այլն սովորական մարդիկ առավել եւս կինը միայն սրտով կարա քվեարկի եւ նա տեսնելով նման քայլը ինձ համար կարեւորագույնը մարդկային որակն էր մարդու եթե այդ մարդը վերակենդանացրեց անծանոթ մի մարդու գուցե ես մտածում եմ նման մարդը լինելով նախագահ կկարողանա վերակենդանացնել եւ մեր երկիրը